Լույս ու ստվեր չի հաշվարկվել։ Ինքը նախագիծը ի սկզբանե ինքը չի համապատասխանում նորմերին։ Կառուցապատման գործակից խնդրեմ չկա, ամբողջությամբ այս Արաբկիրյան այս շրջանում շինթույլտվությունները բաժանվել են Աստված գիտի ինչ ձևով։ Մարդիկ բողոքում են այդ խախտումների դեմ, էլի ոչ թե դեմ են, որ շենք սարքել։ Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական բարձրահարկը, 9 հարկից բաղկացած։ Կառուցվող շենքից մի քանի մետրային կողմ գտնվող առանձնատան սեփականատերերը Սիմոն Սիմոնյանը եւ Աննա Ենգիբարյանը ամիսներ շարունակ պայքարում են, որ շենքը կառուցվի ըստ օրենքի։ Եթե նախագծով հաստատված 9 հարկանի շենքը կառուցվի, իրենք կզրկվեն արևից։ Արևային կայանն էլ չի աշխատի, բայց խնդիրը միայն դա չէ։ Ուրեմն տեսեք, խնդրեմ, իրանց շին հրապարակը ժամանակավոր ցանկապատը ամրացրած է իմ ցանկապատից։ Մենք ուղակի զարտել ենք ու տեսել ենք այսպես։ Տեսել ենք շվիլերները, հետո տեսել ենք փայտերը, հետո տեսել ենք տախտակամածը եւ իրանց ժամանակավոր շին հրապարակի ամրությունները ամբողջությամբ մեր պատից։ Եթե նայեք, հես ակնհայտ երևում է, որ շենքի հիմքի տակից փորված է։ Աննա Ենգիբարյանը նշում է, որ իրենցից գրավոր նույնիսկ բանավոր թույլտվություն չեն հարցրել, որպես պատկից հարևան։ Իրենք շինարարության մասին իմացել են միայն շինաշխատանքները սկսելուց հետո։ Զանգահարեցինք գրասենյակ մեծաներիք ՍՊ-ի, պարզելու թե խնդրելու ավելի շուտ, որպեսզի մեզ էսկիզը տրամադրեն, քանի որ անմիջական հարևան ենք։ Մենք հասկանանք ինչ են սարքում։ Մեզ պատասխանեցին, որ չէ, չենք տրամադրելու, երբ որ կփակցնենք, այդ ժամանակ էլ կտեսնենք։ Դրանից հետո իրենք դիմել են քաղաքապետարանին, արձագանք չլինելուց հետո դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, հետո կրկին դիմել են քաղաքապետարանին, որից հետո միայն նոր քաղաքապետարանը տրամադրել է իրենց նախագիծը։ Մայիսի 14-ին մենք ստացանք այդ ամբողջ փաթեթը փաստաթղթերի։ Ամենաառաջի բանը, որ ընդհանրապես ինչպես կարելի էր փոքր քառակուսու վրա մոտ 669 քառակուսի մետր հող ընդամենը։ Մեր տունը 3 հարկանի տուն է։ Կողքը սարքվում է 9 հարկից բարձր շենք։ Ակնհայտ ուզում ենք հասկանանք ինչ հիմքով է դա սարքվում։ Կառուցապատման խտության գործակիցը ցույց է տալիս, թե տվյալ հողամասում ինչ ծավալի շենք կարելի է կառուցել։ Պարզ լեզվով ասած, խտության գործակիցը կառուցվող շենքի ընդհանուր մակերեսի հարաբերությունն է կառուցապատվող հողամասի մակերեսին։ Այդ գործակիցները հստակ սահմանված են շինարարական նորմերում, սակայն կառուցվող շենքի նախագծում այն սահմանված չի եղել։ Եվ սահմանված չի բառը, ես ասում եմ արդեն քաղաքապետարանի գրավոր պատասխանից հետո, երբ որ մենք հատուկ նշեցինք, որ խտության գործակցի մասին ուղարկեցինք, իրանք երկրորդ, երրորդ բողոք նամակից հետո գրեցին, որ խտության գործակիցը սահմանված չի։ Քաղաքաշինության կոմիտեն գրավոր պատասխանել է, որ տվյալ գոտում խտության գործակիցը 1.6 է։ Եկեք հաշվենք այս շենքի փաստացի խտության գործակիցը։ Շենքի վերգետնյա հարկերի ընդհանուր մակերեսը 3680 քառակուսի մետր է։ Հողամասի մակերեսը 665.9 քառակուսի մետր։ Այս թվերի հարաբերությունը 5.53 է։ Հիմա եթե խտության գործակիցը չխախտվեր, ինչի է դա շատ կարևոր։ Իմ ոչ մի իրավունքը չէր խախտվի։ Իմ որպես անմիջական հարևանի։ Բայց քանի որ հիմա խտության գործակիցը 5.53 է, ես զրկվում եմ արևից, անվտանգության լուրջ նորմերի խախտումներ, նաև բացարձակապես արևային կայանը սկսում է չաշխատել, որովհետև սա համակարգային խնդիր է։ Իսկ ինչպես է այս շենքը ստացել շինթույլտվություն։ Կառուցվող շենքի ճարտարապետական նախագիծը մշակել է Արկուս ՍՊԸ-ն, իսկ ներքին եւ արտաքին կոմունիկացիոն ցանցերը Երարխ ՍՊԸ-ն։ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներկայիս պետ Նարեկ Բարսեղյանը, որը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի որդին է, մինչև 2021 թվականի ապրիլի 29-ը եղել է Արկուս ՍՊԸ-ի տնօրենը, իսկ Երարխ ՍՊԸ-ում բաժնետեր է եղել քրոջ Իզաբելա Բարսեղյանի հետ։ Հիմա միակ բաժնետերը քույրն է։ 2021-ից 24 թվականներին Նարեկ Բարսեղյանը աշխատել է քաղաքաշինության կոմիտեում, որպես ներդրումային առանձին գործառույթներ համակարգող խորհրդական։ Նարեկ Բարսեղյանի ղեկավարած ներկայիս վարչությունը ի թիվս այլ գործառույթների ապահովում է նաև շենքերի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմամբ, որն էլ հիմք է հանդիսանում շինթույլտվության համար։ Ամբողջությամբ այս Արաբկիրյան այս շրջանում, այս թաղամասում շինթույլտվությունները բաժանվել են Աստված գիտի ինչ ձևով, բոլորի վրա ազդում է դա։ Այսինքն իմ անմիջապես կողքը հիմա որ տեսնում եք տեղի ունենում շինարարություն, անմիջապես այն պատի տակ նույն ձևի խախտումներով շինարարություն է տեղի ունենում, երկու շենքն էլ որ սարքեն, ես մնալու եմ ծմակի մեջ։ Դեռ 2024 թվականից բնակիչները պետական սուբսիդիայի միջոցով արևային համակարգ են տեղադրել, սակայն հիմա մտավախություն ունեն, որ արևային կայանն էլ չի գործի։ Կառուցվող շենքի նախագծում ինսոլյացիայի կամ արևակայման լուրջ խախտումներ են նկատել։ Սա իմ տունն է։
Իմ տան վրա ընկած թվերը։ Առաջինը բացարձակ հաշվարկված չի, թե այս օբյեկտը այստեղ իմ անմիջապես կողքը ինչ ձևից թվերա գցում։ Ընդհանրապես հաշվարկված չի։ Հետագծերը տեսնում եք, այս կարմիր գծերի, խնդրում եմ ինձ ասեք, սրանք զուգահեռ են։ Մարդիկ ոնց ուզում են նկարում են։ Մի հոգի չի, որ նստած է 4-րդ ռիսկանության շենքը, դա մի հսկայական համալիր փորձաքննություն է, բոլոր նախացությունները իրենց եզրակացություններն են տալիս, հարց եմ տալիս, բոլոր այդ եզրակացությունների տակ եզրակացության տակ ստորագրողներին։ Ձեզանից որևիցե մեկը հարց չի տվել իրան, թե ինչ հիմքով արևը հետ է գնում։ Ոնց է ստացվում, որ մոլորակը հետ է պտտվում ըստ ձեր հաստատած նախագծի։ Ոնց է ստացվում, որ արևի ճառագայթները զուգահեռ չեն լինում հանկարծակի հենց այս տվյալ շինական օբյեկտի համար։ Կառուցվող շենքում բնակարանների վաճառքն արդեն սկսված է։ Նախագծում երևում է, որ շենքն ունի լայնացող ելուստային հատված։ Դա հաշվի առնելով բնակիչները վստահ են, որ այդտեղ էլ պահպանված չէ շիննորմերով սահմանված 6 մետր հակահրդեհային ճանապարհը, որով արտակարգ իրավիճակների ժամանակ մոտենում է փրկարար ծառայության մեքենան։ Այս շինության նախագիծը ստացել է լավ ՕՍՊ-ի դրական եզրակացությունը։ Ընկերությունից հետքին հայտնեցին, որ նախագծում որևէ թերություն չեն հայտնաբերել։ Նախագիծը ստացել է նաև համալիր փորձաքննության դրական եզրակացությունը։ Աննա Ենգիբարյանը հարցումներ է ուղարկել քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, քանի որ այդ կառույցն է իրավասու վերահսկելու շինարարական նորմերի պահպանումը եւ տրամադրելու օբյեկտի օրինականության վերաբերյալ տեղեկատվություն։ Պատասխաններից մեկում նշված է, որ եկել ստուգել են 6 մետրից ավել է։ Մյուս պատասխանում նշված է, որ նախագծում գրված է 6 մետրը պահպանված է։ Ես չգիտեմ իրականում ինչա լինելու։ Եթե օրենքով լիներ, տեսչական մարմինը ի սկզբանե պետք է թույլ չտարես ամեն ինչը լիներ։ Իրանք շինարարությունը սկսում են անել, դատական համակարգը ծանրաբեռնված է, դու միջև եթե վերջնական որոշմանը հասնում ես, որ դա անօրինական էր, դի հերթով բոլորով անցնես։ Փակուղին են ալնելու, որ երբ որ դու հասնես քո որոշմանը, որ դա անվավերա տրվել կամ անվավերա ճանաչվել, արդեն շենքը պատրաստ է լինելու։ Դե մեխանիզմ չկա այդ շենքը քանդելու, ով պետք է այդ շենքը քանդի։ Այսինքն ինչ որ մեկի գույքը կամ սեփականությունը փողա ծախսել, դիգան պրոստը տակ քանդեն։ Բնակիչները դատական հայց են ներկայացրել, վարույթ է ընդունվել։ Հիմա գործը քննվում է, շինարարությունն էլ շարունակվում։